Ողջույն, հանրայինի եթերում եղիր առողջ բժշկական նախագիծն է, ես բժիշկ Վահե Տերմինասյանն եմ ու բնականաբար մենք զրուցում ենք առողջության մասին։ Գլխավոր թեման այսօր լինելու է ինտերվենցիոն ռադիոլոգիա, բարդ բառեր, որը կարծում եմ քչերին ինչ-որ բան ասեց։ Հիմա փորձեմ ավելի պարզ ներկայացնել։ Ներկայացնելու համար նախ փորձենք հասկանալ, որ միլիոնավոր մարդիկ ամեն տարի սխալ բուժում են ստանում մեկ պատճառով, որովհետև նրանք չունեն ախտորոշում։ Իսկ ախտորոշումը հատկապես չարորակ նորագույացությունների պարագայում կատարվում է ախտաբանական, այսինքն երբ որ դու ունես հյուսվածաբանական այդ նյութի հիման վրա։ Նյութը կարելի է ստանալ բաց վիրահատությամբ, նյութը կարելի է ստանալ լապարասկոպիկ վիրահատությամբ, նյութը կարելի է ստանալ բարակ ասեղներով, առանց ցավ պատճառելու, առանց վիրահատելու։ Հենց այդ դա է ինտերվենցիոն ռադիոլոգիան, որի մասին ես կուզեմ այսօր պատմել։ Ամենակարևորը նաև հասկանալով, որ որևէ վտանգ, որևէ վնաս մենք չենք հասցնում։ Սկսենք տեսանյութից, հետո հրավիրենք մասնագետին։ Տասնամյակներ շարունակ օրգանիզմում թաքնված մի քանի միլիմետրանոց օջախին հասնելու միակ ճանապարհը բաց վիրահատությունն էր։ Որպեսզի բժիշկը կարողանար տեսնել ու հասկանալ խնդիրը, ստիպված էր կատարել լայն կտրվածք։ 1964 թվականին բժշկական աշխարհն առաջին անգամ լսեց ինտերվենցիոն, այսինքն միջամտական ռադիոլոգիայի մասին։ Ճառագայթաբան Չարլզ Դոթերը կատարեց աշխարհում առաջին անգիոպլաստիկ վիրահատությունը՝ անոթի լայնացում կաթետրի միջոցով։ Եթե մինչ այդ ճառագայթաբանի դերը սահմանափակվում էր միայն ռենտգեն լուսանկարների միջոցով խնդիրը հայտնաբերելով, ապա Դոթերն ապացուցեց, որ ախտածին օջախի ախտորոշումն ու բուժումը կարելի է զուգորդել, դրանով իսկ երաշխավորելով վիրահատության հաջողությունն ու պացիենտի արագ վերականգնումը։ Այսօր աշխարհում տարեկան ավելի քան 10 միլիոն ինտերվենցիոն միջամտություն է կատարվում։ Միայն սրտի եւ ուղեղի անոթների նվազ-ինվազիվ բուժման շնորհիվ ամեն տարի փրկվում է շուրջ 2 միլիոն կյանք։ Իսկ օնկոլոգիական խնդիրների դեպքում այս մեթոդը 50%-ով կրճատում է հետվիրահատական բարդությունների ռիսկը։ 21-րդ դարում ինտերվենցիոն ռադիոլոգիան թույլ է տալիս իրականացնել թե ախտորոշում, թե բուժական միջամտություններ, ստենտավորման եւ կաթվածի, վահանաձև գեղձի խնդիրների եւ օնկոլոգիական հիվանդությունների դեպքում։ Նվազագույն վնասվածք, առավելագույն ճշգրտություն եւ արագ վերականգնում։ Սա է բանաձևը, որի օգնությամբ մեթոդն օգնում է թիրախավորել հիվանդության կոնկրետ օջախը։ Եվ այսպես հարգելի հեռուստատողներ, մեր այսօրվա հյուրն է ինտերվենցիոն ռադիոլոգ Արամայիս Գալումյան։ Ողջույն բժիշկ Գալումյան։ Եվ մենք ինչպես եւ խոստացել ենք, փորձելու ենք բացատրել, թե ինչ է նախ ինտերվենցիոն ռադիոլոգիան եւ ցույց ենք տալու այստեղ օրինակներով։ Ինտերվենցիոն ռադիոլոգիան դա բժշկության ժամանակակից ճյուղերից մեկն է, որը ախտորոշիչ ռադիոլոգիայից տեղափոխվել է արդեն միջամտական ռադիոլոգիա։ Ինտերվենցիոն բառը հենց ինքը իրան միջազգային տերմինոլոգիայով նշանակում է միջամտություն, այսինքն իրականացվում են զանազան միջամտություններ ռադիոլոգիական սարքերի հսկողության տակ, որպեսզի օրգանիզմը չբացվի, վիրաբուժական մուտքեր չլինեն եւ հնարավորություն ստեղծվի թիրախային հասնել խորը տեղակայված օրգաններին, ինչպիսին է լյարդ, թոքեր եւ այլն, եւ իրականացնել ախտորոշիչ կամ բուժական միջամտություն։ Սկսում ենք ախտորոշիչից, մենք խոսում ենք բիոպսիաների մասին։ Այո, շատ լավ։ Ու եկեք այսօր որոշենք, որ խոսում ենք չարորակ նորագույացությունների ախտորոշման եւ բուժման մասին։ Տվյալ պարագայում փորձելու ենք լյարդից բիոպսիա։ Այո։ Տեսնում եք էկրանին ցույց է տրվում, որ պացիենտը պառկած է կոմպյուտերային տոմոգրաֆիայի սեղանին եւ որպեսզի լյարդի խորքային տեղակայված օջախից կատարվի նմուշառում բիոպսիա, պետք չէ օրգանիզմը բացել, այլ հսկողության տակ հատուկ ասեղը, բիոպսիայի ասեղը թիրախային ներմուծվում է օջախի մեջ եւ վերցվում է նմուշ բիոպսիա, որը հետագայում ուղարկվում է պատոհյուսվածաբանական լաբորատորիա հետազոտության։ Այո։ Հիվանդը քնած չի։ Այո, որովհետև օրգանները, ինչպիսին են լյարդը, թոքը ցավազգաց ռեցեպտորներ չունեն եւ հնարավոր է անզգայացնել մինչեւ այդ օրգանը, այսինքն մաշկ, ենթամաշկ, պերիտոնեալ շերտը եւ արդեն ասեղը ներմուծելուց հետո հիվանդը ցավ չի զգում։ Իդեպ առաջին ու ամենատարածված հարցը կարծում եմ, որ ձեզ ամեն օր են տալիս, բժիշկ ջան, բիոպսիայից հետո կարող է ավելի տարածվի հիվանդությունը, բարդանա,
ագրեսիվացնենք, կատաղացնենք, տարբեր տերմիններ են օգտագործում։ Դա շատ տարածված խոսույթ է, եթե դա լինի, ապա մենք վնաս կհասցնենք պացիենտին իր բուժման ու ախտորոշման ընթացքին, հետևաբար դա չի կարող բժշկության մեջ լինել որպես միջամտության կամ ախտորոշման մեթոդ։ Հետևաբար, եթե ամբողջ աշխարհում առանց բիոպսիայի նմուշարման հնարավոր չէ վերջնական ախտորոշում դնել եւ այդ մեթոդը կա, ապա չի կարող վատ անդրադառնալ հիվանդության ընթացքի վրա։ Պատկերացրեք լյարդներ, բիոպսիոն ասեղը կարծեմ հենց սրա նմանակն էր եւ փաստորեն կատարվեց լյարդից բիոպսիա։ Հիմա հատկապես լյարդի պարագայում շատ հետաքրքիր պահ կա, որ ճնշող մեծամասնությունը դեպքերի լյարդի օջախները դրանք առաջնային չեն, այսինքն դրանք մետաստազներ են։ Եվ շատ են լինում դեպքեր, երբ մենք ունենք ինչ-որ միտեղ ուռուցքային պաթոլոգիա, ուռուցքային խնդիր, բայց տեսնում ենք լյարդի մետաստազները։ Եվ կան շատ հետաքրքիր տարբերակ, երբ բացի նրանից, որ մենք վերցնում ենք ու հաստատում ենք, որ սա ուռուցքային խնդիր է, այլ նաև մենք կարողանում ենք հասկանալ, թե որտեղից եկող։ Այսինքն դու կարող եք վերցնել մետաստազից անալիզ, բիոպսիա, բայց ձեզ պատասխանը կգա, որ օրինակի համար սա հաստաղու ուռուցք է, որը մետաստազ է տվել դիցուկ լյարդ եւ դուք ավելի ուշադիր կգնաք ու կգտնեք հաստաղու ուռուցքը։ Իդեպ մենք կարող ենք ցույց տալ հենց այստեղ ինչպես է բիոպսիան արվում։ Այո։ Կարծում եմ այս խնձորն ու նարինջը հենց տվյալ պարագայում նման դեր են կատարում։ Դիցուկ խնձորը դա օջախն է, որը տեղակայված է օրինակ լյարդում։ Ինտերվենցիոն ռադիոլոգի դերը նրանում է, որ ինքը պետք է ճշգրիտ թիրախավորի այդ օջախը եւ վերցնի նմուշներ, այս ասեղը, որը միացված է հատուկ ատրճանակին, հետ է քաշում եւ կարող ենք տեսնել այստեղ կա մի հատ փոսություն եւ մյուսը երբ որ հետ ենք քաշում, ինքը ամբողջությամբ լիցքավորվում է եւ պատրաստ է արդեն բիոպսիայի։ Ռադիոլոգիական սարքերի հսկողության տակ, ինչպիսին է կոմպյուտերային տոմոգրաֆիան եւ սոնոգրաֆիան, որը ամենահաճախ կիրառվող ռադիոլոգիական սարքերն են բիոպսիայի համար, թիրախային ներմուծվում է ասեղը եւ մենք ասեղը տեսնում ենք նույնպես, ոնց որ օջախը կամ օրգանը։ Թիրախային ներմուծում ենք մեջը, հետո իրականացնում ենք արդեն բիոպսիան։ Այսինքն սեղմելով ատրճանակի վրա համապատասխան կոճակը ասեղը գնում է առաջ եւ վերցնում է հյուսվածքի կտորը, հետո հեռացնում ենք եւ ստանում ենք այսպիսի կտորներ, բարակ հյուսվածքի կտորներ, որոնք ուղարկվում են պաթոհյուսվածաբանական լաբորատորիա եւ այս կտորների վրա արդեն իրականացվում են համապատասխան լաբորատոր հետազոտությունները, ինչը տալիս է վերջնական ախտորոշման պատասխանները, թե որտեղից է այս ուռուցքը առաջացել, ինչ ագրեսիվություն ունի, այո, վերջնական այսքանը մեզ լրիվ բավարար է իրականում։ Իրական բավարար է, բայց հիմնականում պետք է լինում մի քանի կտոր այսպիսի, որտեվ մենք չգիտենք ուռուցքի, այո, որտեվ չգիտենք ամբողջ երկարության մեջ արդյոք կա բավարար նյութ, կենթանի ուռուցքային նյութ, որը հերիք է հետազոտության համար։ Որ օրգաններից կարող ենք վերցնել սովորաբար։ Թիրախ օրգաններ են համարվում գրեթե բոլոր պարենխիմատոզ օրգանները, լյարդ, թոք, ենթաստամոքսային գեղձ, երիկամներ, միջնորմում տարբեր գոյացություններ, լիմֆատիկ հանգույցներ, խորանից տեղակայված ծվարաններ, հյուսվածքային ախտարում, եթե կա այստեղ մակերիկամ, ոսկրեր, փափուկ հյուսվածքներ, ոսկրերի համար ավելի կոպիտ սարք է։ Այո, ոսկրերինը մի քիչ տարբերվում է, քանի որ ոսկրերը իրանք պինդ հյուսվածքներ են եւ պետք է լինում այսպիսի պինդ բիոպսիայի ասեղներով մուտք գործել ոսկրերի մեջ, հետո արդեն մի քիչ ուրիշ մեխանիզմով է աշխատում հեռացնել այն մեխը, այսպես ասած, զողը, որով մուտք են գործել համապատասխան թիրախային օջախ, եւ հետո կարող ենք օրինակ էլի խնձորի վրա ցույց տալ, հաշվենք սա թիրախային օջախն է, ոսկրի մեջ հասել ենք օջախին եւ հետո այսպես պտտելով մեջն է մտնում, ու հետո սրանով էլ եւ հետո հեռացնում ենք, նյութը արդեն ոսկրային բիոպսիայի ասեղի մեջ է լինում։ Ասա մի քիչ փափուկ է, չգիտեմ ինչ կգա, բայց հեսա տեսանք, որ բավականին լավ կտոր եկավ։
անգամ մի քիչ ավելի շատ։ Այս է շատ լավ նյութ է հետազոտության համար։ Դե մարդու հյուսվածքներն ու խնձորը բնականաբար տարբեր են, բայց այնուամենայնիվ մենք ձեզ ցույց տվեցինք գաղափարը։ Լավ։ Հիմա բիոպսիան ստացանք, եթե պետք է գնացինք վիրահատության, եթե պետք է գնացինք քիմիոթերապիայի, ճառագայթային եւ այլն եւ այլն։ Բայց ես գիտեմ, որ ինտերվենցիոն ռադիոլոգիան այսօր զբաղվում է նաեւ բուժական միջոցներով եւ մենք աբլյացիաներ, այսպես ասած, եւ ռեգիոնար քիմիոթերապիան։ Այո։ Ինտերվենցիոն ուռուցքաբանությունը հնարավորություն է ստեղծել ինչպես բիոպսիայի դեպքում պատկեր ուղղորդմամբ ռադիոլոգիական սարքերի հսկողության տակ հասնել թիրախային օջախներին եւ վերցնել նմուշ, նաեւ հնարավոր է մուտք գործել այլ ասեղներով եւ իրականացնել տվյալ օջախի տեղում ոչնչացում։ Եվ երկրորդ տարբերակը թիրախային օջախին հասնելը դա ներանոթային ճանապարհով է, ինչպես օրինակ սրտի կորոնար զարկերակների մեջ ստենտի տեղադրումը, նույնպես հնարավոր է նաև ներզարկերակային ճանապարհով, օրինակ հատուկ կաթետրների օգնությամբ ռենտգեն անգիոգրաֆիկ պատկերների հսկողության ներքո հասնել օրինակ լյարդի զարկերակի մեջ եւ գտնել թիրախային այն ճյուղը զարկերակի, որը սնուցում է տվյալ ուռուցքը եւ իրականացնել էմբոլիզացիա։ Այս դեպքում, այսինքն հատուկ էմբոլների նյութերի ներարկմամբ դեպի այդ զարկերակը խցանել այդ զարկերակը, այո, խցանել այդ զարկերակը, որը կբերի տվյալ ուռուցքային օջախի սնուցման դադարեցման, հետեւաբար եւ ուռուցքային օջախի մահվան։ Այստեղ մուտք է գործվում ռադիալ ձեռքի զարկերակի մեջ, սա ստանդարտ մուտք է, տեղադրվում է հատուկ շիթ ենք ասում, հատուկ կաթետր, դա աշխատանքային մուտքն է, որի մեջով արդեն ներմուծվում են տարբեր գործիքներ, ուղղորդող լարեր, որոնք որ գնում են հասնում են այն զարկերակը, որտեղից որ սնուցում է առնում այդ ուռուցքային օջախ։ Եվ սելեկտիվ դեպքով կաթետերիզացնելով այդ զարկերակը ռենտգեն պատկերների հսկողության տակ ներարկվում է հատուկ էմբոլներ, հատուկ քիմիոթերապևտիկ նյութեր, որոնք ամբողջությամբ խցանում են ուռուցքը սնուցող արյունատար անոթները։ Եվ զրկում ենք սնուցումից եւ բնականաբար ուռուցքը սկսում է մահանալ։ Այո։ Դա ինտերվենցիոն ուռուցքաբանության օջախների ոչնչացման ու լոկորեգիոնալ բուժման երկրորդ տարբերակն է։ Մի տարբերակը աբլյացիան է, երկրորդ տարբերակը էմբոլիզացիան։ Եկեք աբլյացիայի մասին խոսենք։ Շատ լավ։ Աբլյացիան դա արդեն երբ հատուկ ասեղներով մտնում եք ուռուցքի մեջ եւ որոշակի ազդեցություն եք թողնում դրա վրա։ Դա ջերմությունն է, դա ռադիոալիքներն են, դրանք տարբեր են։ Տարբեր սարքեր, տարբեր մեթոդներ։ Բոլորը ասում են աբլյացիա, բայց իրականում դրանք տարբեր են։ Այո, աբլյացիան դա ֆիզիկական ներգործությունն է թիրախային օջախի վրա, ֆիզիկական ազդակների հաշվին, կոնկրետ այս դեպքում ջերմային ազդակների հաշվին, որը բերում է տվյալ հյուսվածքի ոչնչացման ջերմության հաշվին, կամ տաքացնելու կամ սառեցնելու միջոցով։ Աբլյացիայի պարագայում, օրինակ սա ռադիոհաճախական աբլյացիա էլեկտրոդն է, նույն կերպով ոնց որ բիոպսիայի դեպքում ճշգրիտ թիրախավորվում է ուռուցքային օջախը օրգանիզմի մեջ, դա կլինի թոքում, դա կլինի լյարդում, երիկամում, դա հիմնական թիրախային օրգաններն են կամ ոսկրերը։ Այո։ Թիրախավորելով ուղղակիորեն շատ ճշգրիտ այդ հյուսվածքը, ուռուցքային օջախը, այս աբլյացիա էլեկտրոդը ունի նաև մանր ասեղիկներ, երբ մենք հասնում ենք օջախին, ապա կարող ենք բացել եւ այս մանր ասեղները ամբողջությամբ ընդգրկեն ուռուցքային օջախը ներսից եւ ասեղային էլեկտրոդը աբլյացիա միանում է գեներատորին, աբլյացիայի գեներատորին, ինչը արդեն գեներացնում է ուռուցքային օջախի մեջ ջերմություն, ռադիոհաճախական եւ միկրոալիքային աբլյացիաների դեպքում տաքացնում է կամ ռադիոհաճախական ալիքների հաշվին կամ միկրոալիքների հաշվին եւ ոչնչացնում է ուռուցքը տեղում։ Ընդ որում շատ հետաքրքիր է, որ կողքի հյուսվածքները չեն դժում։ Այսինքն շատ տեղային էֆեկտ ենք այսպես կարողանում։ Եվ այո եւ ոչ, իհարկե ամեն էլեկտրոդ ու ամեն ռեժիմ ունի իր չափը աբլյացիայի, մենք ընտրում ենք դա ըստ օջախի չափի եւ ըստ օջախի էլեկտրոդի, բայց չարորակ նորագոյացությունների աբլյացիայի դեպքում շատ կարեւոր է, որպեսզի ավել
աբլյացիոն զոնաներ վերցվի ուռուցքային օջախից, առողջացվածքները։ այո, մի քիչ, ամենամինիմումը դա 5 մմ ավելն է բոլոր եզրերով, որպեսզի ուռուցքային ոչ մի կենթանի բջիջ չմնա, որովհետև եթե դա մնաց, ապա ինքը ենթակա է հետագայում աճի։ Արդյոք մենք կարող ենք ունենալ այս միջոցների ժամանակ վտանգներ, ես նկատի ունեմ ամեն դեպքում մտանք, ծագեցինք, կարող է օրինակ արյունահոսություն սկսի։ Բարդությունների հավանականություն միշտ կա, ոնց որ բժշկության ցանկացած միջամտությունների մեջ կան ռիսկեր, սակայն ինտերվենցիոն ռադիոլոգիան, քանի որ նվազ-ինվազիվ տեխնոլոգիա է, այսինքն մենք մեծ կտրվածքներ, մեծ պատրվածքներ չի առաջացնում դեպի թիրախային հյուսվածք հասնել եւ ասեղի ծակի միջոցով է հասնում, այս դեպքերում ճշգրիտ պրոֆեսիոնալ ձեռքերում գրագետ իրականացման դեպքում այդ ռիսկերը բավականին ցածր են եւ հիմնականում խոշոր բարդությունների հետ ճշգրիտ աշխատանքի դեպքում չենք առնչվում։ Նման դեպքերում պացիենտները անգամ նույն օրն են տուն գնում միջամտությունից հետո, անգամ լյարդում օրինակ բավականին խոշոր աբլյացիոն զոնա առաջացնելու կամ 1-2 ժամ աշխատելուց հետո։ Դե ինչ հարգելի հեռուստադիտողներ, երևի այս թեմայի շուրջ այսքանը մենք ձեզ փորձեցինք բացատրել, որ ինտերվենցիոն ռադիոլոգիան այսօր կատարում է երկու դեր։ Նախ եւ առաջ ախտորոշիչ, մենք կարողանում ենք առանց կտրվածքների, առանց անգամ նույն լապարասկոպիկ, որ մենք ասում ենք նուրբ վիրահատության, բայց առանց վիրահատության, բիոպսիաները վերցնել տարբեր օրգաններից եւ ստանալ ճշգրիտ ախտորոշում, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում մենք կարողանում ենք նույն այս ասեղների օգնությամբ կոպիտ ասած, գնալ եւ թիրախային փակել, ոչնչացնել ուռուցքները։ Շնորհակալություն, մնացեք մեզ հետ։ Շնորհակալ եմ։ Եղեք առողջ։ Եվ այսպես հարգելի հեռուստադիտողներ, շարունակում ենք հաղորդումը ծնողների դպրոց թե մեր եթերում եւ ես ուզում եմ դիմավորենք մեր այսօրվա հյուրին, մանկական վիրաբույժ Հենրիկ Մարգարյանին։ Դիմավորենք։ Ողջույն բժիշկ Մարգարյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերության։ Միանգամից անցնենք գործի եւ խոսենք տղա երեխաների մասին։ Միայն տղա երեխաների բնորոշ հիվանդություններից խոսում ենք։ Խոսենք կրիպտորխիզմի մասին, որը որ Այդ ինչ է։ կրիպտորխիզմը։ Ինքը, եթե թարգմանենք հուներենից, կրիպտո դա գաղտնի, թաքուն եւ օր խամորձի կամ հայերեն ասած գաղտնամորձություն հիվանդությունը։ Այո։ Ինքը հնացած տերմին է կարելի ասել, ներկայումս ավելի շատ օգտագործում են չիչած ամորձի, նշելու համար, որ դա ոչ թե ամորձին գնաց է միտը թաքնվել է, այ միտքը այն է, որ ինքը չի հասել դեռ իր ուզած տեղին։ Երեխան արդեն երբ որ ծնվում է, ամորձիները պետք է լինեն փոշտում, արդեն այնտեղ։ Մենք ունենք իրավիճակ, երբ խոսում ենք կրիպտորխիզմի մասին, մենք խոսում ենք մի հիվանդության մասին, որը որ անտեսանելի է, գրեթե չեն նկատում։ Ծնողները հիմնականում չեն նկատում, Ահա։ ավելի հաճախ նկատում են իրենց տեղամասային բժիշկները, որից հետո ուղղորդում են մեզ։ Որովհետև տեղամասային բժիշկը, երբ որ առաջի անգամ տղա երեխային նայում է, զննման մեջ մտնում է նաև ստուգի տեսնի ամորձիները արդյոք տեղում են, թե տեղում չէ։ Լավ, ինչ կլինի, եթե տեղում չլինի։ Ամորձիների բնականon զարգացման համար անհրաժեշտ է իրենց համար ավելի ցածր ջերմաստիճան։ Եթե ընդունենք օրգանիզմում ջերմաստիճանը 37 աստիճան Ցելսիուս է, ամորձիների զարգացման, ինչպես նաև նորմալ որակյալ սերմ արտադրելու համար անհրաժեշտ է 34-ից 35 աստիճան Ցելսիուս։ Եվ այդ աննշան փոփոխությունը բերում է նրան, որ ամորձիները հասունացման ժամանակ նախ չափերով չեն զարգանում, չափերով փոքր են մնում եւ որպես ֆունկցիոնալ օրգան չեն հասունանում։ Այսինքն եթե մնացին փոքր կոնք, որովայնի խոռոչում մնացին։ Վատագույն դեպքում, եթե մնացին որովայնի խոռոչում, մեկը սպասում ենք ամորձիների ֆունկցիայի ոչ լիարժեք լինելը, նույնիսկ միջև անպտղաբերություն կարող լինի, եթե խնդիրը երկկողմանի է։ Բայց չիչած ամորձիների դեպքում մենք ունենք նաև ամորձու ուռուցքային վերափոխման ռիսկերի բարձրացում ընդհանուր մինչև 10 անգամ։ Այո։ Հիմա փորձենք հասկանանք։ Երեխան ծնվեց, ստուգեցինք, տեսանք, որ ամորձիներից մեկը իջած չի։ Ինչ ենք անում։ Անմիջապես վիրահատում ենք, փորձում ենք իջեցնել, սպասում ենք ինչ-որ ժամանակ կարող է ինքնուրույն իջնի, որն է տակտիկան տվյալ պարագայում։ Չիչած ամորձիների դեպքում սկզբնական տակտիկան կախված է երբ մենք կհայտնաբերենք խնդիրը։
հազվադեպ է Մի լինում։ անգամից մեկ ամսեկան երեխա է հայտնաբերել։ Մեկ ամսեկանի դեպքում, երբ մենք ծնողի հետ հանդիպում ենք, մենք իրանք բացատրում ենք, թե ինչն է խնդիրը ու ինչ սպասումներ մենք ունենք։ Հնարավոր է ամորձու ինքնուրույն իջեցում մինչև 6 ամսեկան հասակը։ Այսինքն մինչև 6 ամսեկան։ Այո։ Մինչև 6 ամսեկանը վիրահատությունը չի իրականացվում։ Մենք սպասում ենք։ 6 ամսեկանից հետո արդեն ամորձու ինքնուրույն իջեցումը գրեթե անհնար է լինում, հավանականությունը գրեթե զրոյական է։ Այդ պատճառով լավագույն արդյունքները մենք ստանում ենք, երբ վիրահատում ենք 6 ամսեկանից մինչև 18 ամսեկան։ Ու կրիպտորխիզմը այն դեպքն է, որը որ կարանք մինչև 6 ամսեկան հանգիստ սպասենք, առանց անհանգստանալու, առանց լարվելու, որ կարա լինի խնդիր ամորձու զարգացման հետ։ Մեկ ուրիշ խնդիր կարող է լինել չիջած ամորձիների դեպքում, դա չիջած ամորձու ոլորումն է, որը որ շտապ վիրահատական միջամտության կարիք ունեցող խնդիր է։ Վիրահատության պարագայում բարդ վիրահատություն է իրականում։ Ինքը տեխնիկապես դժվարություններ ոչ միշտ է առաջացնում, դժվարություններ առաջացնում են միայն այն դեպքերը, որոնք որ ունենում ես խնդիր ամորձու անոթների հետ, սերմնալարը լինում է կարճ ու տեխնիկապես անհնար է լինում, չի հասնում տեղ։ Եվ վիրահատությունից հետո, եթե փորձենք այսպես, այդպես երևի շատ հաճախ ծնողները կհարցնեն, ասեն, այդ տոկոսային առումով, հա, որքանով է վերականգնվում, ինչքանով է լիարժեք լինելու, ինչ սպասումներ ունենք։ Ինչ սպասումներ ունենք։ Եթե խնդիրը միակողմանի է ու ամորձին ոչ թե որովայնի խորոչում է աճուկային խողովակի ընթացքում, մեր սպասումները բավականին լավն են։ Ծնողները հիմնականում հարցնում են, թե վիրահատությունից հետո ինչ սպասումներ ունենք, բեղուն կլինեն երեխաները թե չէ։ Խնդրի միակողմանի լինելու դեպքում բեղունությունը ժամանակին վիրահատված երեխաների 90% է, որը որ չի տարբերվում ընդհանուր բնակչության բեղունությունից։ Այսինքն իրականում պետք է լինել ուշադիր, փորձել առաջինը հենց ծնողը երևի կարող է զգուշությամբ ուսումնասիրել, տեսնել, եթե կասկած ունեցավ նույն մանկաբույժին խնդրել մի հատ ուշադիր նայել եւ եթե նման խնդրեմ եղավ, դիմել մանկաբույժներին, աշխատել, հասկանալ, փաստորեն մինչև 6 ամսական չեք վիրահատում, սպասում եք, կա տարբերակ, որ մինչև 6 ամսականի ինքնուրույն կգա իջնի, 6 ամսականից հետո արդեն պետք է գնալ վիրահատության ու ժամանակ չկորցնել, որովհետև եթե այստեղ ասում եք վիրահատությունից հետո 90% դեպքերում պտղաբերությունը պահպանվում է, ապա հակառակ պարագայում, եթե մենք ուշացնենք 18 ամիս անցնի ու հետո նոր հիշենք խնդրի մասին, ամենայն հավանականությամբ ասում է 83 եւ ավելի ցածր։ Մենք խոսում ենք կրիպտորխիզմի մասին, իմ հյուրը այսօր մանկական վիրաբույժ Հենրիկ Մարգարյանն էր, ուշադիր եղեք, փոքր հասակից, առաջի օրվանից պետք է երեխայի առողջության հանդեպ լինել շատ ուշադիր, մնացեք մեզ հետ։ Ողջույն, ձեզ հետ է գեղեցկության արվեստը, այսօր խոսելու ենք smart lifting-ի մասին։ Smart lifting-ը կատարելու ենք այս ապարատով, ունի տարբեր գլխիկներ, որոնք տարբեր խորության վրա են աշխատում։ Smart lifting-ը մեթոդ է, որը կիրառվում է դեմքի եւ պարանոցի մաշկի ձգման համար։ Այն աշխատում է մաշկի ավելի խորը շերտի վրա, smart շերտի վրա, որի վրա նաեւ աշխատում են պլաստիկ վիրաբույժները, երբ կատարում են դեմքի ձգում։ Անամնեզ հավաքելուց հետո կատարում ենք նշումներ, որով հետագայում արդեն կատարելու ենք միջամտությունը։ Պրոցեդուրայի ընթացքում կիրառվում են ուլտրաձայնային ալիքներ, որոնք նպաստում են էլաստինի և կոլագենի սինթեզին։ Արդյունքում մաշկը դառնում է ավելի ձիգ, էլաստիկ և ձգվում է մաշկի օվալը։ Ի տարբերություն վիրահատության, վերականգնողական շրջանը շատ կարճ է և պացիենտը անմիջապես կարող է անցնել իր առօրյա կյանքին։ Smart lifting-ը հատկապես արդյունավետ է այտերի իջեցման և պարանոցի մաշկի ձգման համար։ Իսկ արդյունքը հիմնականում պահպանվում է 1-ից 2 տարի։ Դե ինչ հարգելի հեռուստատողներ, շարունակում ենք հաղորդումը, գնում ենք սնվելու, հաճույքով սնվելու եւ իհարկե պահպանելու առողջությունը։
Այսօր մեզ այդ հարցում օգնելու են էնդոկրինոլոգ Հասմիկ Հայրապետյանը, ողջույն, եւ իհարկե մեր խոհարարը Նարինե Ալեքսանյանը, ողջույն Նարինե ջան։ Մենք այսօր զրուցում ենք ինսուլին ռեզիստենտականության մասին, այսինքն երբ օրգանիզմում ինսուլինը արտադրվում է, բայց օրգանիզմը չի ընկալում այդ ինսուլինը։ Եկեք փորձենք հասկանալ շաքարային դիաբետ, թե ինսուլին ռեզիստենտականություն, սա նույն բանն է, տարբեր բաներ են, որովհետեւ մեր հեռուստադիտողը հասկանա։ Իրականում այս հարցը շատերին է տանջում, երբ բուժառները մոտենում են եւ ասում ենք, որ ունեն ինսուլինառեզիստենտականություն, ոնց մենք շաքար է հայտնաբերվել հատկապես երիտասարդ տարիքում։ Ինսուլին ռեզիստենտականության հիմնական պատճառը դա ավելորդ քաշն է եւ ճարպակալումն է, ավելի հաճախ կարող եմ ասել գոտկային շրջագծի մեծացումն է, այո, այսինքն փորի շրջանում ճարպի կուտակումն է։ Այս կողքերով, չէ՞, ասում շատ հաճախ։ Այո։ Ինսուլին ռեզիստենտականության դեպքում մեր օրգանիզմում ինսուլինը արտադրվում է ավել, սակայն օրգանիզմը չի կարողանում դա յուրացնել, այսինքն դրա հանդեպ զգայունակությունը օրգանիզմի իջնում է։ Զգայունակությունը մկանային, համակարգի կողմից, ճարպային հյուսվածքի եւ լյարդի կողմից։ Արդյունքում այնպես է ստացվում, որ ինսուլինը բավարար չափով չի յուրացվում օրգանիզմի կողմից, անընդհատ ինսուլինի մակարդակը արյան մեջ բարձրանում է, իսկ ինսուլինը այն փոխադրիչն է, որը վերցնում է շաքարը եւ արյան միջից տեղափոխում է դեպի բջիջներ։ Եվ տարիների ընթացքում ինսուլինի ավելցուկի արդյունքում մենք կարող ենք ունենալ շաքարային դիաբետ, իսկ բարձր ինսուլինը մենք սկզբում նշեցինք, որ դա առաջանում է ավելորդ քաշի հետևանքով, սակայն բարձրացած ինսուլինն էլ արատավոր օղակ է ստեղծում եւ նյութափոխանակությունը դանդաղեցնելով թույլ չի տալիս, որպեսզի քաշը իջնի։ Շատ բարի։ Ինսուլին ռեզիստենտականությամբ ծնվում ենք, այսինքն թե դա ձեռքբերովի է ինչ որ մի տարիքից է մեզ մոտ այդ ինսուլին ռեզիստենտականությունը զարգանում։ Ինսուլին ռեզիստենտականություն մենք չենք ծնվում, այլ տարիների ընթացքում սխալ սննդակարգի արդյունքում, ոչ բավարար ֆիզիկական ակտիվության արդյունքում, ինչու ոչ նաև մետաբոլիկ տարբեր խանգարումների արդյունքում մենք կարող ենք ունենալ ինսուլինի նկատմամբ։ Որ տարիքից է բնորոշ։ Հիմնականում ավելի բարձր տարիքային խմբին է բնորոշ, երեխաներին այդքան բնորոշ չէ։ Մոտավորապես, այսինքն որ տարիքում նկատենք քաշի ավելացում, որ կասկածենք, որ սա ինսուլին ռեզիստենտ է։ Իրականում հիմա շատ է երիտասարդացել այս խնդիրը։ Կարող եմ ասել, որ անգամ երիտասարդները երբ մոտենում են ու ավել քաշ են ունենում, նրանց մոտ եւս ստուգում ենք եւ տեսնում ենք, որ այո, կա ինսուլին ռեզիստենտականություն։ Իհարկե կան հասարակ անալիզներ, որոնց օգնությամբ մենք կարող ենք հստակ արյան միջոցով հանձնենք ու ասում ենք, գիտեք, ձեզ մոտ կա ինսուլին ռեզիստենտականություն։ Հավանականությունը ի դեպ քանի տոկոս է, որ կզարգանա շաքարային դիաբետ։ Եթե մենք գենետիկորեն ունենք շաքարային դիաբետ, ժառանգական նախատրամադրվածություն կա եւ մեր քաշը միևնույնն է չենք պակասեցնում, չենք փոխում մեր ապրելակերպը, ապա մինչեւ 90%-ով կարող ենք անգամ ժառանգել շաքարային դիաբետ, ունենալ շաքարային դիաբետ։ Լավ, գանք հակառակ տարբերակին, մենք վախենում ենք, մենք չենք ուզում ու ասում ենք, ասեք, ինչ ուզում եք, մենք կանենք, միայն թե չենք ուզում շաքարային դիաբետ ունենալ, այսինքն հետևում ենք սննդակարգին, խիստ ակտիվ ապրելակերպ ենք վարում, ճիշտ ծնվում ենք, շատ մարզվում ենք եւ դեղորայքային կընտրում, այդ պարագայում ինչքան կլինի հիվանդանալու հավանականությունը։ Այդպես հստակ թվեր չկան, թե ինչքան կլինի, բայց մենք հնարավորինս կնվազեցնենք հավանականությունը։ Բացառել ամեն դեպքում չենք կարող։ Դա այն է, ինչ ենք պատրաստում։ Պատրաստում ենք տոստեր, ավոկադո տոստ ձևով եւ ստրաչատելա լոլիկ։ Հիմա շատ մոդայիկ չէ, նախաճաշ է ավոկադոյով տոստերը։ Ինչ կասեք ավոկադոյով տոստի մասին։ Ավոկադոն կալորիական է համարվում, սակայն եթե սա մենք վերցնենք որպես նախաճաշ, ինսուլին ռեզիստենտականության դեպքում ավելի խրախուսվում է 3 հիմնական սննդընդունումը, կարող եմ այդպես ասել, հա, որ եւ միջուտեսների ավելի քիչ լինելը, այսինքն չի խրախուսում, երբ որ մենք փոքր չափաբաժիններով ողջ օրվա ընթացքում անդադ ծամում ենք, ավելի ճիշտ է հագեցած լավ նախաճաշ, ճաշ եւ արդեն ավելի թեթև ընթրիք։ Այս տարբերակում կարծում եմ շատ լավ է, կալորիական նախաճաշ է, հարուստ սպիտակուցով, ածխաջրով բարդ եւ իհարկե բջջանյութով։ Կարող ենք արդյոք մենք բացառություն անել ինսուլին ռեզիստենտականություն ունեցող մարդկանց պարագայում եւ ասել, որ իսկապես նրանք այդքան շատ չեն ուտում, բայց քաշ են հավաքում։
Ամեն դեպքում այսպես նշեմ, որ առաջին հերթին սննդային օրագիր ենք հավաքում, որպեսզի հասկանանք բուժառուն իսկապես շատ է ուտում, թե ոչ, ինչա սննդային օրագիրը իրենից ենթադրում, մենք ամեն օր առավոտից երեկո լրացնում ենք հատուկ, թե ինչ չափաբաժնով ինչ է կերել, եւ տեսնում ենք, թե ինչ քանակի կալորիա է ստացել եւ որքան է մոտավորապես ծախսել։ Երբեմն լինում են բացառություններ, բայց 90% ու ավելի դեպքերում ավելորդ քաշի ճարպակալման հիմնական պատճառը դա ուտելն է, ալիմենտար գործոնն է։ Քիչ կերեք հարգելի հեռուստադիտողներ եւ հետո մի բողոքեք, որ ձեզ մոտ գենետիկ էր, չգիտեմ, սովորույթային էր, ոսկորս էր հաստ եւ այլն եւ այլն եւ այլն։ Եվ վերջում իհարկե ֆիզիկական ակտիվության մասին ինսուլինի յուրացման համար պատասխանատու է նաեւ մկանային համակարգ, ճարպային, մկանային եւ լյարդը։ Հետևաբար մենք մկաները լավ աշխատացնելով օգնում ենք, որպեսզի ինսուլինի յուրացումը լավանա։ Բնականաբար նաեւ կալորիա ենք շատ ծախսում, ինչը որ վերում է քաշի իջեցման։ Իսկ դեղերի անունները մենք բնականաբար չենք տալիս, դեղերը արդեն ձեզ կհուշեն ձեր բժիշկները, իսկ մեզ մոտ ստացվեց շատ հաճելի, շատ անուշ նախաճաշ, այ հենց այսպիսին։ Խնդրեմ։ Հիշեցնեմ, մենք խոսում էինք ինսուլին ռեզիստենտականության մասին, բոլոր այն մարդկանց համար, ում օրգանիզմում ինսուլինը արտադրվում է, բայց նրանք չեն կարողանում յուրացնել եւ մարդիկ, որոնք չհետևելով մեր խորհուրդներին, բժիշկների խորհուրդներին, շատ մեծ ռիսկ ունեն հետագայում ունենալ շաքարային դիաբետ։ Իսկ թե ինչ է շաքարային դիաբետը, կարծում եմ գիտեք բոլորդ։ Սնվենք հաճույքով, մնանք առողջ։ Մնացեք մեզ հետ։ Այսօր կխոսեմ ծնկահոտի ցավերի մասին։ Եթե քո ծունկը ցավում է եւ ոչ մի վնասվածք չես ունեցել, ամենայն հավանականությամբ խնդիրը ծնկում չի։ Ծնկահոտը կախյալ հոտ է, որը հարմարվում է վերևից կոնքազրային, իսկ ներքևից սրունքթաթային հոդերի աշխատանքին։ Եթե այնտեղ կա խնդիր, ինքնըստինքյան ծնկահոտը տուժում է։ Ծնկի ցավը ունի 3 հիմնական պատճառ։ Առաջինը դա նստատեղի եւ կոնքի թուլությունն է։ Եթե մեր նստատեղերը թույլ են, ամբողջ ծանրաբեռնվածությունը գնում է ծնկի վրա, ծունկը գնում է հետ, ունենում ենք վալգուսային դեֆորմացիա եւ ցավեր։ Երկրորդը դա ծրունքթաթային հոդի շարժումների սահմանափակումն է։ Եթե մեր կոճը նորմալ չի ծալվում, ամբողջ ծանրաբեռնվածությունը գնում է ծնկի վրա։ Երրորդը դա քառագլուխ մկանների գերաշխատանքն է կամ այլ կերպ ասած ոչ համաչափ աշխատանքն է։ Այս դեպքում մեծանում է ճնշվածությունն ու լարվածությունը ծնկահոտի վրա։ Հիմա ցույց կտամ 2 վարժություն, որ կարող ենք կատարել ծնկահոտի ցավերի ժամանակ։ Կատարում ենք ռեզինի միջոցով։ Ռեզինը ամրացնում ենք ծնկափոսից մի փոքր վերև, մի ոտքը ֆիքսում ենք, կատարող ոտքը մի ոտնաթաթ դեպի հետ։ Ծունկը տարածում ենք դեպի հետ, պահում ենք 1-ից 2 վայրկյան, հետո վերադառնում ենք մեր նախորդ դիրքին։ Այս վարժությունը վերականգնում է ծնկի լրիվ բացումը, ակտիվացնում եւ ուժեղացնում է քառագլուխ մկանը, օգնում է քայլքի ճիշտ մեխանիկային։ Հաջորդ վարժությունը ծնկահոտի ցավերի ժամանակ կատարում ենք պառկած վիճակում։ Մի ոտքը ֆիքսում ենք, մյուս կատարող ոտքը բարձրացնում ենք 45 աստիճան, 1-ից 2 վայրկյան պահում ենք եւ դանդաղ իջացնում ենք։ Կարևորը շարժումը պետք է լինի վերահսկված, այլ ոչ թե արագ։ Այս վարժությունը չի բեռնում ծունկը, քանի որ ծնկահոտում գրեթե շարժ չկա։ Ուժեղացնում է քառագլուխ մկանը, կայունացնում է հոդի աշխատանքը։ Եթե ունեք ծնկի ցավ, աշխատեք ոչ միայն ծնկի վրա, այլ ամբողջ շղթայի, փոքր փոփոխություններ ամեն օր, մեծ արդյունքներ վաղը։ Սկսեք հենց հիմա։
Դե ինչ հարգելի հեռուստատողներ, ինձ մնաց միայն ամփոփել այսօրվա հաղորդումը եւ հիշեցնել, որ մեր գլխավոր թեման նվիրված էր ինտերվենցիոն ռադիոլոգիային։ Մենք փորձեցինք բացատրել, թե ինչպես փոքրիկ ասեղների միջոցով կարելի է ինչպես ախտորոշել, այնպես էլ բուժել չարորակ նորագոյացությունները։ Իհարկե ոչ միշտ, բայց երբեմն հենց այս նուրբ մեթոդն է, որ կարողանում է փրկել մարդու կյանքը եւ թույլ տալ լինել առողջ։ Իսկ մեր գերագույն նպատակը իհարկե ձեզանից յուրաքանչյուրի առողջության պահպանումն է։ Եղիր առողջներ եթերում հանրայինի։ Մնացեք մեզ։